Ես Սերգեյ Մուրադյանն եմ, ապրում եմ Ախալքալակի շրջանի գյուղ Խուրգումոյում, ես 14 տարեկան եմ, սովորում եմ Խուրգումոյի հանրային դպրոցում 9-րդ դասարանում։ Ես սկսել եմ բանաստեղծություններ գրել վաղ տարիքից, ավելի ճիշտ 9 տարեկանից, ունեմ գրած բանաստեղծություններ Աբուլի մասին և իմ պապիկի մասին։ Ես զբաղվում եմ մոմագործությամբ և գիպսագործությամբ, 2 սերտիֆիկատ եմ ստացել Ռուսաստանի կողմից, մասնակցել եմ Գորի եթերական պոեզիայի 11-րդ տարվան և գրավել եմ 3-րդ տեղը։ Իդեպ ասեմ, սա իմ գիրքն է, մանկության հուշեր, ես սա տպել եմ սեպտեմբերի 12-ին։ Աբուլի գլխին հրաբուխն է քնած, Աբուլի գլխին կուտակված ամպեր, Աբուլն է հպարտ իր վեգ ադաթով, Աբուլն է հպարտ իր լերն աշխարհով, Աբուլ լերը խոստովանվում է քամում, որ իր գագաթին ոչ մի վաղ չի ծնվում, քարերն անգամ խրախտ են հպարտ, դարերն անցնում են, բայց ինքը մնում։ Ծառերն լուր են, սակայն արմատներում կարծես երգում է անսասան հողը, և ով որ գալիս է հոգին ծանրացած, Աբուլն տալիս է նրան իր ոգին։ Ոչ մի փոթորիկ չի կարող կոտրել խոստովանված լրամոլորությունը, որովհետև ուժը չի ծնվում ճչից, այլ այն սիրո խաղաղ սրտերից։ Ես շարունակում եմ գրել բանաստեղծություններ և ես հետագայի համար մտածել եմ, որ գիրք եմ տպագրելու, առաջինը պետք է լինի մանկության հուշերը և երկրորդը բարենոտ վերքեր։ Ես ընդհանուր ունեմ 44 հատ գրած բանաստեղծություններ։ Իմ պապիկը շատ վաղ տարիքում է մահացել, իր անվաղաժան մահը տարել է մեզանից, ես այսօր իր բանաստեղծություններից ասում եմ Լուսինն ու Պանդուխտի տղան։ Նստել էր տղան կյանքից խռոված, լուսնյակ լամպերից ոսկեփայտ ժպտաց, ասաց մի տխրիր իմ Պանդուխտի տղա, մի մնա մոլոր քո ճամփան վրա, դու դեռ ջահել ես, մի հուսահատվիր, կյանքն էլ մի օր քեզ բախտ կբերի։ Որդնում եմ ճամփատ գնա իմ տղա, թող քո արևն խավար չմնա, թե ծարավ եղար աղբյուրի հասնես, թե ցուրտը նեղեց, արևը ժպտա, մի հուսահատվիր իմ որբ հայորդի, դե վեր կաց գնա քո տունն հայրենի։ Գնում էր տղան նոր ոգի առած, իր հայրենիքի լույս ճամփան գտած։ Իմ պապիկի ստեղծագործությունը միայն սովետական միությունում տպագրվել են թերթերում, իսկ գիրք չունի ինքը ոչ։ Կրթության որակը շատ բարձր, որովհետև կան դպրոցներ, որ շատ բարձր են, սովորացնում երեխաներին գրականությունը, հայոց լեզուն, ամենակարևորը վրաց լեզուն և հայոց լեզուն, մայրենի լեզուն։